Սպիտակ տունը բացատրել է, թե ԱՄՆ-ն ինչու մաքսատուրքեր չի սահմանել Ռուսաստանից ներկրվող ապրանքների համար։ Վաշինգտոնը Ռուսաստանին չի ներառել այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ մաքսատուրքեր է սահմանել, քանի որ ամերիկացի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Մոսկվայի եւ Կիևի հետ հակամարտության կարգավորման շուրջ։ Խաղաղության հասնելու ընթացքում մաքսատուրքերի հարց բարձրացնելը աննպատակահարմար կլիներ։ Ներմուծման նոր մաքսատուրքերը դեղամիջոց են ամերիկյան տնտեսության համար, Թրամփի հայտարարությունն է։ Երբեմն ինչ-որ բան շտկելու համար պետք է դեղ խմել, ասել է Սպիտակ տան ղեկավարը, նշելով, որ մաքսատուրքերի սահմանումը կապված է Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտով։ Չինաստանի հետ ունենք $1 տրիլիոն առևտրային դեֆիցիտ, այդ երկրի հետ առևտրում մենք տարեկան $100 միլիարդավոր դոլարներ ենք կորցնում։ Եվ քանի դեռ այս խնդիրը չենք լուծել, ես չեմ պատրաստվում գործարքի գնալ, ասել է ԱՄՆ նախագահը։ Իսրայելական բանակը խոստովանել է, Գազայի հատվածում սխալ են թույլ տվել 15 բուժաշխատող է սպանվել։ Պաղեստինյան Կարմիր մահիկի շտապօգնության մեքենաների շարասյունը, ՄԱԿ-ի մեքենան եւ Գազայի հրշեջ մեքենան կրակի տակ էին հայտնվել Ռաֆահի մոտակայքում։ Իսրայելը հայտարարել էր, որ բանակը կրակ է բացել, քանի որ շարասյունը կասկածելի է թվացել։ Տրանսպորտային միջոցների տեղաշարժն էլ բանակի հետ նախապես համաձայնեցված չի եղել։ Թրամփը դատապարտել է Ուկրաինայի ռմբակոծությունը եւ կոչ արել Ռուսաստանին դադարեցնել այդ հարձակումները։ Պուտինն աջակցում է Ուկրաինայում հրադադարի անհրաժեշտության գաղափարին, սակայն նախ պետք է պատասխանել մի շարք հարցերի։ Պեսկովի արձագանքն է Թրամփի հայտարարությանը։